որ միջև գնալը խոսում ենք, վերլուծում ենք, մտածում ենք, որ երևի մոտ մի ամիս կտևի միջև ստամոքսի թոքերի հարցը կլուծեն, կերակրափողի վիրահատությունը կանեն, բայց այն էլ ժողովրդական լեզվով ասած Գերմանիայով թե երևի Արմանի վրա եկավ, շատ արագ սկսեցինք ապակինվել, արդեն երկրորդ օրը թույլ տվեցին, որ Արմանը ջուր խմի, երրորդ օրը արդեն վերջնական համոզվեցին, որ կերակրափողի եւ շնչափողի հետ կապված խնդիր արդեն չկա եւ սկսեցին արդեն նաեւ թույլ տալ ոլորտին։ 5-րդ, 6-րդ օրը արդեն թոքերի ջրերի քանակը բավականին կարելի ասել համարյա թե չորացել է, քանի որ պարկածը չի կարելի դասել ամբողջությամբ, բայց այնքան լավ, շատ չորացած, որ արդեն շնչափողի հետ արհեստական շնչափողի, որ միացրել են խողովակը, դրանք էլ հանեցին, հետո հանեցին թոքերը դրինայով դրավորված էր դրանք, ստամոքսի դրինաժները, սաղիքների դրինաժները, մի խոսքով կարելի ասել գրեթե վերքերը արդեն բավականին լավ վիճակում են, գալուս օրերը երկուշաբթի օրը արդեն դեռ մի երկու առաջ գալուցս ավելի ճիշտ սկսեցին զբաղվել ողնաշարի եւ ողնուղեղի հետազոտություններով, որպեսզի հասկանան թե բուժման հետագա ընթացքում ինչեր է պետք, որպեսզի Արմանը սկսի շարժվել, քայլել, գիտեք որ միայն ձեռներն է շարժվում։ Հետազոտությունը դեռ ընթացքի մեջ են, հուսով ենք, որ դա էլ ոնց որ արագ Գերմանիայում սկսվել է ապակինվել, դրանք էլ արագ ընթացք ստանան եւ որակով ավարտվեն։ Մինչև որ վերջնական հետազոտությունները չավարտվեն, ոչ ողնաշարի հետ կապված ինչ-որ մի ինֆորմացիա են տալի կամ լավ կլինի կամ վատ եւ նույնն էլ ողնուղեղի հետ, հա, բացարձակապես ինֆորմացիա չեն տալի։ Համոզված եմ, որ առաջիկա երևի շաբաթ 10 օրվա ընթացքում մենք դա էլ կիմանանք, ունենանք, թե կոնկրետ ողնուղեղը ինչ աստիճանով է վնասված եւ ինչքան կլինի հնարավոր վերականգնել ամեն ինչը Արմանը։ Արմանը որտեղ որ պարկած է, դա ընդհանուր մեկ կլինիկա է, որը որ զբաղվում է ընդհանուր մարդկանց վիրաբուժությամբ, հա, բուժումներով։ Դա ասում եմ, Արմանին պատրաստում է, որպեսզի տեղափոխեն ֆիզիոթերապիայի բաժին, հա, հիվանդանոց, վերականգնողական, այ դա արդեն մասնագիտացած է, կոնկրետ ողնաշարների հետ կապված։ Դրանք ոչ միայն տենց MRT կատեի նկարների միջոցով, այլ տարբեր հոսանքների, ասեղների, տարբեր շարժումների բանի միջոցով, այլ նրանք նոր վերջնական կախտորոշեն, թե վնասվածքը ինչ աստիճանի է, միանշանակ ֆիքսել է, որ ողնուղեղը վնասված է, թե ամբողջությամբ, թե մասնակի, թե որ աստիճանով է վնասված, դրա մասին չէ։ Ասում եմ, նորից եմ կրկնում, նույնիսկ անգամ կարծիք չեն հայտարարում, հա, որ իրաց պատկերացումով ասեն, թե մոտավորապես վնասված է 50%, չէ, գերմանացիները հատկությունը չունեն, չէ որ չհամոզվեն, որևէ խոսք չեն ասում։ Գումարի խնդիր մենք ունենք, ցավոք սրտի միլիոնատեր չեն, այն գումարային ծախսերը, որը որ անհրաժեշտ Արմանի համար բնական է եւ դա չունեմ։ Դիմել եմ այն ժամանակ, երբ որ ինձ Արմանի համար պետք էր նախնական տեղափոխման համար գումարը, գիտեք, դիմել եմ նաև օգնության, արդեն ասել եմ, որ օգնել է պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, մեր վարչապետը, որոնց անմիջական իրենց գումարների շնորհիվ Արմանը կարողացավ տեղափոխել Գերմանիա։ Դա նախնական վճարն էր, որը որ մենք արել ենք կլինիկան ընդունելու համար, բայց մենք գիտենք, որ ընդհանուր պետք է լինելու 100,000 եվրո, երևի դաժե ավել էլ, այսօրվա դրությամբ կլինիկային, որ ավարտենք, մենք ընդ փոխանցել ենք 39,000 եվրո, մոտավորապես երևի 10-20,000 եվրոն կմնա, ամբողջությամբ չի օգտագործել այդ կլինիկան, համոզված եմ, դա կտեղափոխվի ողնաշարի արդեն այդ վերականգնողական կլինիկային, երբ որ նրանք էլ նորից Արմանը արդեն կտեղափոխվի իրենց մոտ, մենք հիմա սպասում ենք, որ օրը կասեն, որ Արմանին կընդունեն, հա, Գերմանիայում Հայաստան չէ, որ տանես հիվանդանոց, խնդրես, միջնորդես, ինչ-որ մի ձև ընդունել։ Նրանք հստակ ով ժամ են ասելու, որ այդ ժամին կընդունեն։ Ընդունելուց հետո նորից հերթական անգամ արդեն իրենց մասնագետներով վերջնական կտան ախտորոշումը, կասեն մոտավորապես գումարը ինչքանի մասին է խոսքը գնալու, բայց նախնական որ փորձել եմ ճշտեմ, կլինիկայի 1 ամսվա բուժումը մոտավորապես 30,000 եվրո է, բայց Արմանի դեպքում ասել են, որ կտևի մոտ 2-3 ամիս, թեկուզ նաև ֆիքսել են, շեշտել են, որ դա էլ կախված է յուրաքանչյուր անձի ֆիզիկական ունակություններից, դեղերի ազդեցության որակից, հնարավոր է ոչ թե տևի 2-3 ամիս, այլ տևի ասենք թե ամիս ամսուկես կամ ավելի շատ 4 ամիս, 5 ամիս։
մոտավոր այսօրվա դրությամբ որ հələ դեռ վերջնական չի, գիտեմ որ էլի անհրաժեշտ է լինելու ինձ նախնական մոտավորապես 60,000 եվրոյի կարիք եմ ունենալու։ Բացի դրանից եթե Աստված շանի ունենք որ ամենավատն Արմանի մոտ ողնաշարի հետ ողնուղեղի ամենաբարդ վիճակն է որ ողնաշարը պիտի դրահատվի եւ ողնուղեղը ապա նաեւ մոտ 20-25,000 եվրո կավելանա ողնաշարի հետ կապված վիրահատությունը եւ մոտավորապես կա 60,000-ի ծախս կառաջանա, երբ որ արդեն ուզենանք ցողունային բջիջների միջոցով փորձենք Արմանի վերականգնենք, հա։ Դիմելու եմ միանշանակ կառավարությանը, դիմելու եմ պաշտպանության նախարարությանը, դիմելու եմ մեր հայ մեծահարուստներին եւ բնական է առաջին իսկ օրվանից մեր ժողովուրդն են փոխ կանած եւ համոզված եմ որ ժողովուրդը պետք է շարունակի իր աջակցությունը նպատակն ու արդյոք պատկերացնի թե ինչքան հզոր մենք ազգ ենք, հա, մենք հայերս ինչքան ուժ ու եռանդ ունենք, ինչքան բարի կամք ունենք Հայաստանում գիտեք մենք ոչ մի օր, ոչ մի րոպե մենակ չենք եղել Գերմանիայում ես ոչ մեկին ընդհանրապես չեմ ճանաչել բայց այսօր ճանաչում եմ ավելի քան 100 հոգու Համբուրգի Ձեզ այցելում էին, հա? Միանշանակ Համբուրգի հայերին, Բրեմենի հայերին, Դենմարկի հայերը, Միդնեմի հայեր, Բերլինի հայեր, մի խոսքով դրանք ամեն մեկը Համբուրգից մոտավորապես 300-400-500 կիլոմետր հեռավորության վրա քաղաքներ են, որտեղ հայերը իմանալով Արմանի մասին գալիս էին եւ նույնիսկ այն մարդիկ, որոնք որ դեռ հələ փախստական կարգավիճակ չունեն, Գերմանիա մնալու կարգավիճակները չունեն, նույնիսկ այդ մարդիկ իրանց կարելի ասել որ աշխատած 20-50 եվրոն բերում տալիս էին Արմանին, որ ինչ-որ մի հոգսեր հոգացեք, հա, մենք երբեք մենակ չենք մնացել, շատ են արդեն հարցնում, նույնիսկ աշկալուսանքին են կարել, որ կառավարությունը ֆինանսավորում Գյուլդենկյան կամ Թուֆենկյան հիմնադրամները ֆինանսավորում չէ, բոլոր պետական պաշտոնյաներ ու մանվեր ես բազմաթիվ թվարկել եմ, թե մեր դեպուտատները ազգային ժողովի, թե նախարարները, փոխնախարարները, վարչության պետերը, բոլորը ով ինչ արել է իր անձնական միջոցների հաշվին, իրենց կամավոր նախաձեռնության հաշվին, բայց որպես այդպիսին պետություն իր ամբողջ համակարգով, որ աջակցի ինչ-որ մի հարցի լուծում տա կամ թեկուզ ֆինանսական 10 դրամ տեսքով չէ, բացարձակապես նման բան գոյություն չունի։ Չգիտեմ դա ոնց ասեմ, հա, ես Արման Լազարյանի հայրն եմ, ամբողջությամբ երևի գիտեք, ես եմ զբաղվում եմ Արմանի գործերով, նման բան գոյություն չունի, հա։ Աստծո սիրո դաժե կխնդրեմ, որ եթե մարդիկ չգիտեն, կա տենց բան թե չկա, գոնե նման սուտ ինֆորմացիաներ չտարածեն, հա։ Ամեն դեպքում երևի արդեն սաղի դե պարզ է Ես ինչ մտածում եմ, այլ ասում եմ, ես չունեմ հետի մտքեր ու չեմ հետ հագցնում որևէ մի բան։ Եթե կլինի, կհպարտանամ, գիտեք, վիրավորական է, ստացվում է ոնց, կամ պետություն գոյություն չունի, կամ պետությունը պրոստը արհամարած ունի զինվորին, գիավորին, մահացածին, ծանր թեթև կապ չունի, հա, Զինվորը գնացել է հայրենիքդ պաշտպանի, լավ բարես բան իմաստով կամ Արմանս իրոք արժանինքներ չունի, բայց արդեն գիտենք 60 օրից ավել անցել է պատերազմից, մենք մի բուռ ազգ ենք, Հայաստանում 1,200,000 մարդ չի ապրում արդեն, արդեն գիտենք բոլորի մասին են, ունենք ես գիտեմ մեր հերոս գեներալների մասին, ինչ կռվներ են տվել, հերոս աֆիցերների մասին ինձ դեմ են կռվել ու պայքարել թշնամու դեմ, մեր զինվորների դեմ 18-20 տարեկան այդ զինվորներին ինչ հերոսություններ են ցուցաբերել, անուն ազգաններով արդեն ես եմ գիտեմ, համոզված եմ որ ամբողջ Հայաստանի ժողովուրդը նույնիսկ թուրքահայերն էլ անգիտ գիտեն, ուղղակի տարօրինակ է էլի, ինչ Արմանի մասին չգիտեն, մյուս զինվորների մասին ինչ է ինֆորմացիա տեղեկություն չունեն, դե եթե չգիտեն, ուրեմն իրոքից էլի հերթական անգամ համոզվում ենք, որ ես միշտ ճիշտ եմ ասում, որ Արմանից ողնաշարը չի կոտրվել, սա ժողովրդի ողնաշարն է կոտրվել։